Տիկին Մարգարյան, որպես արցախցի, ինչ հուշեր ունեք կապված 92 թվականի Շուշիի ազատագրման հետ եւ օրվա խորհուրդը ձեզ համար եւ առհասարակ մեր ազգի համար այսօր որքանով է կարեւոր։ Որքան էլ որ դժվար լինի, պիտի հիշենք հանուն տղաների, իսեր տղաների, պիտի հիշենք 92-ի մայիսի 9-ի մեր հաղթանակները։ Ես կյանքում 3 անգամ եմ շատ ուրախացել, երբ սիրտդ ուզում է կրծքավանդակից դուրս թռչի։ Մեկը երկուսը երբ մայր եմ դարձել, երեխաներ եմ ունեցել եւ Շուշիի ազատագրման օրը, երբ Ստեփանակերտում տներում ջուր չկար, ռմբակոծում էին, ոչ մի բան չունեին, հոսանք չկար, եւ ես գնում էի մենք թատերական թատրոնի մոտ, թատերական աղբյուր ունենք, այդ աղբյուրից ջուր էի բերում եւ սալյուտներ Շուշիի ազատագրության մեկն էլ չկար, որ հետը կիսվեի իմ ուրախությամբ եւ ես չգիտեի, ուզում էի գոռայի աշխարհով մեկ, որ մենք հաղթել ենք, որ Շուշի մերն է, հայկական է։ Հետո 30 տարի շարունակ, եթե ոչ ավել, մի քիչ էլ, ես ռազմական լրագրող էի, պահեստազորի սպա եմ եւ այդպես 30 տարի շարունակ ես հավաքում էի Շուշիի ազատագրությանը վերաբերող գիրքը, Շուշի անունը մեր հաղթանակների այդպես վերնագրով չհասցրի տպագրել, հիմա այստեղ Երևանում փորձում եմ իմի բերել վերջին այդպես ծվենները, որպեսզի տպագրեմ այդ գիրքը, որտեղ մեր տղաները պատմում են ոնց է մտել Շուշի, ինչպես է եղել, ով որտեղով է գնացել, իրենց տպավորությունները։ Տիկին Մարգարյան, գիտենք բոլորս, որ Շուշին եղել է բերդաքաղաք ու այն գրավել է բավականին բարդ է եղել։ Հիմա նայեք, իշխանությունները ասում են, որ դա պարտության հետևանք էր, հա մենք բավարար ուժեր չունենք, որպեսզի պայքարենք, պահենք Շուշին ու Արցախը, իսկ ընդդիմությունն մեղադրում է դավաճանության մեջ։ Ի վերջո ես համար հասկանալի էր այդ անկումը ինչպես տեղի ունեցավ։ Ինձ համար էլի նույնպես շատ ծանր է այդ անկման մասին խոսելը։ Ես գտնում եմ, որ մեր տղաները, որոնք գնացել էին Շուշին պաշտպանելու, պատրաստ էին մինչև վերջը։ Ինձ թվում է դա ավելի շատ իշխանությունների եւ ղեկավարման սխալ է եղել, որովհետեւ հիմա էլ երբ այդ պատմությունների հետ առնչվում եմ, հանդիպում եմ, խոսում ենք, ես մի առեղծվածային բան, մենք չգիտենք ոնց եղավ Շուշիի անկումը։ Ես մտածում եմ, որ բոլոր դեպքերում եղել է դավաճանություն, մեր տղաների թիկունքը չեն պահել, չեն հասել ժամանակին։ Տիկին Մարգարյան, 92 թվականին դուք հավատում եք Արցախի ազատագրմանը եւ այսօր ձեր կարծիքով ինչպիսի պայմաններ պետք է ստեղծվեն, որպեսզի հնարավոր լինի Արցախի եւ Շուշիի վերազատագրումը։ Այդ բոլոր տարիներին երբ ես ապրել եմ Ղարաբաղում եւ 1989 թվականին դեռևս երբ սկսվել էր Արցախյան շարժումը, դեռ նոր էր մտնում հունի մեջ, ես տուն էի առել Ստեփանակերտի քաղաքի կենտրոնում ու ինձ հարցնում էին, ինչպես մարդիկ մի քիչ այդպես լավ չեն տրամադրված բան, ես մտածում էի, որ չէ, պետք է մնալու ենք եւ տնավորվելու ենք, մենք ապրելու ենք Ղարաբաղում ենք ապրելու եւ մինչեւ վերջին օրը 23 թվականի սեպտեմբերի 29-ին երբ մենք ստիպված էինք դուրս գալ Ստեփանակերտից, մինչեւ վերջին պահը ես մտածում էի, որ չի, այսպես հնարավոր չէ, այսպես մենք հեսա որ հրաման կլինի մենք հետ կդառնանք, բայց ցավոք եղավ այն ինչ եղավ։ Հիմա էլ հավատում եմ այդ վերադարձին, այդ հավաքական վերադարձին եւ ամեն ինչ անում եմ եւ ամեն ինչ կանեմ եւ իմ շրջապատն էլ մեր պահեստազորի սպաներով ենք մենք այստեղ եկել այսօր եկել ենք խոնարհվելու մեր տղաների շիրիմին, մտածում ենք որ ամեն ինչ պետք է անենք հետ գնալու համար։ Արցախցիների հասցեին մեղադրանքներ են հնչում, որ պետք է իրենք մնային, դուրս չգային, ասում են, եթե իրենք դուրս են եկել, Հայաստանի իշխանություններն են ասում, մենք ում պաշտպանենք։ Առհասարակ որևէ հնարավորություն կար Արցախում մնալու այդ եթե փոքր ինչ հնարավորություն լիներ Արցախցին կմնար այդ 120,000 մարդը որ այդ օրերի ընթացքում անցավ հակարի կամուրջով դրանք բոլորն էլ ոնց ասեմ մահապարտներ էին այդ մարդիկ դրանք սիրում էին Արցախը նրանք մնում էին մինչև վերջը մնալու էին բայց չէին կարող մնալ եւ կոտորվել անհնարին էր մնալը